Կարապետ Գրիգորյան, Multi-Wellness SP-ի ֆինանսական տնօրենն եմ։ Առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում քննչական գործողություններ են կատարվում։ Քննչական գործողություններ են կատարում 7:30-ի սահմաններում։ Դե եկել ենք այստեղ, ակումբը 7-ից բաց է։ Հիմա ոչ մեկի ներս չեն թողում, ներսում ունենք մի հատ աշխատակից, երկու հատ ադմին մեր աշխատակիցներից, նոր մի քիչ առաջ տնօրենն եկավ, տնօրենն է ներսում։ Հիմա այս բանը չեմ կարող ասել ինչ է կատարում դեռ, բայց ունենք այս վիճակը, որտեղ որ մեզ ինֆորմացիայով, sense որ դրսի տղաների հետ խոսում ենք, քննչական հարկայինի քննչականից են, նաև ասացին, որ քննչական կոմիտեից էլ գործողություններ անողներ կան։ Այս բանը դե ինչքան որ ինֆորմացիա ունենք, այսինքն տանում են, այսինքն բոլոր սենյակները մտնում են, ինչ որ համակարգիչներից ինֆորմացիաներ են հանում, բայց այդ ինֆորմացիաները մենք արդեն մի քանի օր առաջ բոլորը տրամադրել ենք օպերատիվ խմբերին։ Այսինքն իրանք մի քանի օր առաջ ունեցել են, ունեցել մի քանի այս կոնկրետ այս ընկերությունը մի քանի շաբաթ առաջ ունեին իրանք ինֆորմացիաները բոլոր, բայց հիմա նորից էլ եկել են վերցնում են։ Ձեզ համար սպասել եք, որ այսօր բանալին, որովհետև կարծես թե նախադրյալներ ստեղծվում։ Դե շատ անկեղծ սպասելին, այդպես որ ասենք սպասելին կարա սպասելի լինի, ելնելով այսօր մեր իրավիճակից, քաղաքական զարգացումներից իրավիճակից, բայց համենայն դեպս, որ այս պահին, որ պետք է այսքան հաճախորդ ունենք, որովհետեւ գան բոլորին ճանապարհենք դուրս, որ չենք թողում, ունենք համարյա մի 200-ից ավել աշխատակից, բոլորը դուրս տեն, չեն կարող իրանց աշխատանք իրականացնեն, այդ մասով անսպասելի է, ճիշտ ասած։ Ֆինանսական գծով տնօրենն եք, ճիշտ հասկացա, չէ։ Ասում են հարկերից խուսափել եւ այլն, այսպիսի մեղադրանքներ կան։ Դե մեր գնահատականներով մենք այդպիսի խնդիր չկա մեր ընկերությունում, մենք բոլոր մեր հարկերը պաշտպան միշտ վճարում ենք, բայց հիմա ունենք իրավիճակ, որը որ պետք է հասկանան, էլի։ Ավելի շատ հարկ։ Շրջանակներում են ձեզնից պահանջվել տվյալներ, այս մարդը չգիտի, որ ներսում ոստիկաններ են, տեղեկացրեք։ Հարգելի քաղաքացի, տեղում այսօր որ քննչական գործողություններ է իրականացվում, այս բանին ակումբը փակա։ Անցեք այդ այս բանին փակա, հետո երբ որ լինի նոր դες տեղեկացնեմ։ Տնօրեն, ինչ գործի շրջանակներում են ձեզնից պահանջվել։ Ես անկեղծ չեմ կարող ասեմ հիմա ինչ կու, չէ, գործի շրջանակներում կոնկրետ այս գործ չկա, օպերատիվ հետախուզության շրջանակներում պահանջել են։ Չէ, մինչ այդ որ տվյալներ են ձեզնից ուզել, տեղեկություններ են ստացել ձեզնից։ Դե այս պահին ընկերությունը նաև ստուգման մեջ է, հարկային պետական հարկային դաշտության կողմից։ Այդ չէ, դες մենք չգիտենք քրական գործի մասին։ Երբ որ Արվինյանը մեկ ամիս ժամանակ էր տալիս իրենց վերընտրությունից հետո, հիշում եք, այդպիսի հայտարարություններ հնչեցին, որ մեկ ամիս ժամանակ ենք տալիս Multi-Wellness-ի համար։ Դե դա դուք արդեն պատրաստ եք այս գործողություններին, թե կարծում եք։ Ճիշտ ասած այդ լրիվ գործընթաց է, այդ գործընթացը, չգիտեմ, երևի մինչև այս բանը շարունակվի, իրավաբաններն ավելի լավ կասեն, բայց իմ կարծիքով սա այդ գործընթացը չի, էլի, սա քննչական գործողություններ է կատարվում, այդ կարող ասել։ Աշխատակազմը դրսում է, մեծ է աշխատակազմը։ Այո։ Այրան մոտ 200 հոգի աշխատակազմ ունենք։ Մանզվողները շատ են եւ նրանք դժկամության դուրս եկան։ Իհարկե, դժկամության դուրս եկան, որտեղ ոչ մեկին էլ հաճելի չի, մարդիկ գալիս են, բոլորն էլ ուզում են առողջ ապրելակերպով ապրեն եւ իրանց, չգիտեմ, ամեն մեկը իրանցից ինչ-որ բան կտրել են ու ստեղ եկել են գնել են փաթեթ, որը որ իրանց առողջ ապրելակերպը զարգացնեն, բայց այս բանը մարդիկ չեն կարող կանանալ այդ։ Բոլոր կողմերից փակված են դռները։ Բոլոր կողմերից փակված են, այո։ Իրենք ո՞ր սենյակներում են։ Չեմ կարող ասել։ Ես ներս չեմ մտել, չեմ կարող ասել, բայց ինձ թվում է դե մեր համալիրը մեծ համալիր է, էլի, տարբեր տեղերը պետք է մտնեն, էլի։ Հասկանալի, շնորհակալություն։ Խնդրեմ։